Կապանի լեռնահարստացման կոմբինատի հյուրերն այս անգամ Գեղանուշ և Նորաշենիկ բնակավայրերի դպրոցականներն էին։ Մասնագիտական կողմնորոշման տեսանկյունից ձեռնարկությունը լավ օրինակ է։ Նրանք, ովքեր դեռ չեն որոշել կամ չեն պատկերացնում, թե ինչ մասնագետ դառնալ, մեկ այցն անգամ կարող է վճռորոշ լինել։ Այցի նպատակն էր երեխաներին ավելի մոտիկից ծանոթացնելու ժամանակակից մասնագիտությունների հետ, քանի որ շատ հետաքրքրված են, տղաներ են մեծ մասամբ եւ ավելի հետաքրքրված են նմանատիպ աշխատանքներով եւ փորձում են այնպիսի մասնագիտություններ ստանալ, որ վաղվա այստեղի աշխատողները նաեւ իրենք լինեն։ Դպրոցականների այցը սկսվում է նախ անվտանգության կանոնների հրահանգավորումից։ Այստեղ հանգամանալից բացատրվում է, թե ինչպես պետք է տեղաշարժվել ընկերության տարածքում եւ ինչին խիստ ուշադրություն դարձնել։ Հանքարդյունաբերությունում անվտանգությանը հետևելը առաջնահերթ է եւ սկսվում է յուրաքանչյուրից։ Տեսական մասին ծանոթանալուց հետո դպրոցականները ձեռնարկության աշխատանքի եւ արտադրական անվտանգության բաժնի ղեկավարի ուղեկցությամբ ճանապարհվեցին դեպի ստորգետնյա հանքի շրջակայք, որից հետո արդեն հարստացուցիչ ֆաբրիկա։ Կարծում եմ յուրաքանչյուրի համար հետագա մասնագիտության համար կարևոր է այստեղ այցելել, քանի որ ինքը գտնվում է Սյունիքում եւ յուրահատուկ է դրանով, որ կարող ենք սովորել եւ աշխատել հենց մեր մարզում ու մնալ Սյունիքում։ Իմ կարծիքով շատ շահութաբեր աշխատանք է եւ բավականին գումար կարող ես վաստակել այստեղ աշխատելով։ Շատ տպավորված եմ անհանդեմ մեխանիզմների աշխատանքից։ Ես միշտ երազել եմ այդպիսի մեծ մեխանիզմներ տեսնեմ։ Ընդհանրապես, որ տեխնոլոգիաները բանը շատ են լինում, մարդու աշխատանքը դե իհարկե քիչ է լինում, դա լավ է։ Ապագա ակնաբույժ Մարիամին հայրիկի աշխատավայրն էր հետաքրքրում։ Ասում է, հանքարդյունաբերության մասին պատկերացումները բոլորովին այլ էին, տպավորված է։ Ես օրինակ երազում էի գալ այստեղ տնայ, շատ է երազում, որ իմացա գալու ենք այստեղ շատ ուրախացա։ Ուզում էի տեսնել հայրիկիս աշխատանքի տեղը, ինչպես է աշխատում, ինչ քրտնաջանք աշխատանք է կատարում։ Շատ հետաքրքիր էր այստեղ։ Չէի կարծում, որ այստեղ անվտանգության կանոնները այսքան խիստ կլինեն, պահպանված կլինեն։ Որոշեցինք այցելել մասնագիտական կողմնորոշման շրջանակում, որպեսզի սովորողները ավելի լավ ծանոթանան համայնքում գործող հանքարդյունաբերական ընկերություններում արկա մասնագիտություններին, արկա աշխատանքներին։ Կարևոր եմ համարում այս այցելությունները, սրանք նաև խթանում են սովորողների մոտ ճիշտ կողմնորոշվելը, ճիշտ մասնագիտություն ընտրել։